Մահմուդը կապամա ջանին, ծծերը բացամա, ասամա ես եկել եմ Սևան կուպալսյա, զիմա, էտա մտնամ ենցակից հլնամա դուրց, են ասորու գլուխը պիտի ուտեր, իան ընգերոշ, են էլ մտավ ուրիշ տեղից էլ հլնը դուրց, ուրիշ ծակից, լավ են մի ծակից, ազգային ժողովի պատգամավորա, ընդիմադիր, վաղը ուզմա դարնա վարչապետ, ընգեր լովիգն, ծծեր բացե, երկիր մոլորակ դիտում, էտա ծծեր, մուսկուլնիա, տղա ճան, այ բալիկ ճան, մի հել գնա բերթերը, տղա ես, դու էլ ես ըտ է նստե, ես էլ եմ նստե, դու էլ ես կալանավոր եղե, ես էլ եմ եղե, բայց ես դատապարծալ եմ եղե, դու չէ, մի հելի գնա տեսես ինչ ակատարվը, թեմայա, գնացեք, վեկալեք եկեք մտեք ազգային ժողով, ծծրեք, պարապեն, մեկը հեցանի վակշն, մեկը ծծերն առեք կուպած հայալը միատել նկարում լովի գծմերով Սևանում լողացավ, հետո խերս թե չլողացար, վերջը, ինչ ես ուզում ասես, որ դու առողջ ես, հա, ինգեր լևոլ, հա հասկացանք առողջ ես, կյանքումդ ֆիզիկական աշխատանք չես արե, արտակարգ սնունդը կերել ես, պետության հաշվին բծվել ես, ֆրֆրացել ես, կայֆավատեղել ես, ախանիկներն էլ հետդ, կնիգդ է, որ հիմա գամ, ասեմ ձեր տուն, վեգալ եմ տիգին արուսին գամ, ձեր տուն, բանի հետ, տիգին բելայի հետ, ուրա տիգին բելան, ես տիգին բելային հարգում եմ ասա թոգան երսաղ չէ, տիգին բելա, համեցեք, վեգալ եմ մորդ, տիգին բելային ու արուսին, աղպրտիկով հլնեն գանք ձեր տուն, կնգատ, ասենք միա ձվածեղ արա պամիդորով, հարց ճան, ուտենք չի կարանալու կնիգդ սարքի, ձերից կակս ուտել չի գալեմ, հել է գնացե, այս խնդիրներով գոնես բաղվեք, լավ հասկացանք, երկրի ղեկավարը աղբի տղայա, բացարձակ խերին չի, պոստ կա, ընդեղ քաղաքներ կան, ռենգեն ապարատ չունեն, բերթերու մարդիկյանց կախում են, 8 ժամ հետո են որ հայտնաբերում, սնունդը սնունդ չի, մտնում ծեցում, ջարդում, փշում են, իտակ, խոշտանգված կալանավոր դատապարծել, ասում են չեք ուտում, փոխանակ գնան մատակարարին ծծացնեն, ընկեր Աննա Վարդապետյան, դատախազ ես, պատիժները թսկող, դատախազ բոզի տղեն ուրա, դու խաբար չես, որ մի շաբաթա ուրբաթ օրվանից, ուրբաթ օրվանից էլ ավելի են կով, ես ուրբաթն եմ վեգալում, բերթերուն տերոր այդ, մարդիկ այդ հացը չեն կա, ունգեր օրենքով գողերն էլ լրրմ են, օրենքով գող են կոչում, որյանք պիտի առաջինը զբաղվեն հարիվների կյանքով և ճակատագրով, լրությունա, բոզը պիտի այդ հարցերը լուծի, որ մասես կասեն դոգը բոզա, բայց հարիվության հարցով զբաղված, հարիվության թեմայով ես ծասանեմ սաղ ուժայիներիդ, բանակը բանակ չի, բերթը բերթ չի, բժշկությունը բժշկություն չի, երկիրը երկիր չի, հետո մինչև ուր, այդ նրանից է, որ ինչքան փողոցային պորնիկ կա, որոց ուշկումիտը միայն եղել է առնանդամը, են էլ առնանդամի արվեստին էլ չեն տիրապետը, բերը դրել են բանա պաշտոնի, ընգեր օմբուդսմեն, who are you? Ես ես բաց չետ ես է, մարդկանց մտնես ծեց ես խոշտանգ ես, որ մարդիկ ուտեն, այլ ուտելու բանտուր կուտեն, ուտելու ու ես մարդիկ ընգեր գողերը, օրենքով գողերը, փոխանակ սենց խնդրով զբաղվեն, քտները խոթում են ընտրությունների մեջ, լենագանեմ։ Զորով ասում են Վարդան Ղուկասյան, հանվի արի մեր տուն, Վարդան Ղուկասյանը հաճույքով։ Ու հակակոռուպցիոն կոմիտե շատլախների հավաքածուն, այս մոլորյալ սպերմատազոիդները բացարձակապես ձին չկա, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյան բոզից տղեն էլ էֆիրները նայում, տենման որ թեման, որ ես բարձրացայնում եմ ավելի գլոբալ բանը, հաջորդ օրը հելեմ խոսում դրանից։ Ինքը դա որոշեց, ոտերը սկերավ։ Խոսք գնաց հակակոռուպցիոն բոզի տղուց։ Այսօր ուզում էին ընտրային հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, թեկնածու Ռաֆայել Երիցյան, ներս կանչեք պոռնիկի ծնունդին։ Ուրեմն այս պոռնիկի ծնունդը, որին այսօր ծսնում էր Դանիել Իոնիսյանը, մարդ պիտի բախտ ունենա, որ ծսնողը գոնե տեսքով լինի, հա, որ գոնե
մինիմալ հաճույք զգաս, բայց Դանիել Իոնիսյան, որ հանվի կայնի, սարսափ։ Էդ էլ է Աստծո պատիժ։ Աստծո, որ ասում է ծսցնողդ, ահա որ իսանելնի, սիֆիլիսիկ ու սպիդելնի, սերական օրգանները շաբաթը մի անգամ լվացողլնի, տրուսիկը սպիտակլնի, դեմնել սաղ տեղին։ Պրչոտ նիհար անդուր գանդոնալի։ Պիտի անիցես, են որ կա, որ ասում է ես բռնաբարվեցի հաճույք ստացա։ Այս դեպքում բռնաբարողնել։ Այդ սաղ հաճա, բենից էլ որի հոտ գալ։ Ատամները փդած թափածելնի, քթից էլ խլինգը կախածելնի։ Այդ էս մարդ քեզ բռնաբարի։ Այ մայիսի վերաբերվում է Ռաֆայել Երիցյանին։ Դες եկնային գրած ապրի Քրիստի քինգ։ Քրիստիկը այսօր հատուկ ջոգեց, ասես Դանիել Իոնիսյան, ծսրա Ռաֆայել Երիցյան։ Են որ ծսրել լավ արեց ավտոյի պահով պետհամարանի բանը աղջին չէ դրա ունեմ։ Օպերատիվ համարներ եւ այլն։ Ասում է օպերատիվ գործողություն եմ անում դրա համար։ Անդե մի հատ խելքով, այն կողիները փողեն առել էին։ Են որ Դանիել Իոնիսյանի բերանը փակում էր, մի հատ բոզի տղական են ծերեն ստաց։ Էդի փողն առածն էր։ Որ փողն առածը չլիպ, են որ ասում է թե Ռաֆայել Գերիցյանը օպերատիվ բան, մեկը պիտի ասի դնեմ Նաֆարի բենին։ Դու ինչ օպերատիվ։ Դու հակակոռուպցիոն, այսինքն ուր ես գնացել օպերատիվ։ Էդ եմ ուզում հասկանամ։ Ինչ ես արել, որ օպերատիվ բանով ավտոյով դամար այդ չի ասում դրեն որ գա ինչ տուգանի ակ չգա եւ այլն։ Հիմա այս Ռաֆայել Երիցյանը Իոնիսյան դսի ամենակարևոր հարցնացել չի անցել աղբիս տղեն, բայց այդ հարցը պիտի տայր։ Պիտի ասեիր դու եղել ես ԱԱԾ քնչականի ղեկավար, ճիշտ է։ Քնչականի ղեկավարը քնիչ բոզիս տղեն, ասում է օպերատիվ։ Մանուկյան աշոտը ռազմականի, քեզ օպերատիվ ծծծնի։ Ուրեմն իմոց խոշտանգումը Տիգրան Առաքելյան, Արման, Անձրանիկ եւ այլն։ Տեղի է քրական գործով, բանով, հաղորդումով ամեն ինչը, ուրեմն տրվել է 17/07/2023 թվականին։ 17/07 Բոզի տղեն այս Ռաֆայել Երիցյանը օպերատիվ համարներով պոռնիկի ծնունդը առաջի հարցաքննություն արել է 05/08/2023 թվականին, այսինքն 2 ամիս ծանրագույն հանցագործությամբ խոշտանգում, որի մասնակիցն է եղել Արգիշ Քարամյանը, 0 հարցաքննություն, ոչ կամերային հանել, ոչ էսեն արել, ոչ են, բացարձակապես ոչ մի բան, բոզիս տղեն, հիմա եկել է ուզում է դառնա հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար։ Դրա համար, քանի որ Դանիել Իոնիսյանը ունի նաև բռնաբարելու փորձ, կա քրեական գործով անցնում է։ Ես ուզում եմ, որ Դանիել Իոնիսյանը քո աչքի առաջ, ես պատկերացնում եմ Դանիել Իոնիսյանին հանված, ойնե նադա։ Եմ որ ասում եմ, не надо лишних слов։ Հանված, это քո կնգան։ Ուզում եմ մի հատ լավ տպավորիչ վայր։ Սևանա լճի աղթ համար կղզում, այդ կղզու վերևի մասը, բայց ինքը լավ լուսավորված, գիշերը լինի, բայց լավ լուսավորված լինի, որ ցուրտ լինի։ Դանիել Իոնիսյանը հանվի ու կնգատ բռնաբարի։ Ես մի հատ բան նկար ունեի Դանիել Իոնիսյանը, որ եգիպտական բանա բռնե մեծ խեռով։ Այդ մեծ խեռը մցնի կնգատ ոռը, իա այդ սեռական օրգանը մցնի կնգատ բերանը։ Ռաֆայել Երիցյան բոզիս տղա։ Մինչև են պահը, երբ որ ես գամ, եւ այդ ամենը պիտի լինի նա եւ ու։ Adzari dozari երգում էր ով ապրի ռուզիկ Տատյանա Բուլանովայ։ Ասում բան օպերատիվ։ Ապրես Դանիել Իոնիսյան, լավին լավ, վատին վատ։ Ну что грешить։ Բայց ես խորտ կտամ այդ իրավապաշտպան հետ, ազատություն ռադիոկայան եւ նմանատիպ բաների մի հատ գնացեք մտեք հերակատարողական հիմնարկները ընկեր լովիկ այդ քո այդ բիցեպս տրիցեպսով գնա հələ մտի դες բերթերում ինչա կատարում տղա ջան վերջերջո տղա ես հայատ ես ինչ է երևի
Ոչ թե մտնենք կլանավոր դատապարտյալ ծեծեն ջարդեն, ասեն ես լափը պիտի ուտեք, որը ուտելու բան չի։ Տեխնիկա ջարդեն, ապարատուրա ջարդեն, մարդը փողը տվե առելախում, դուք բոզի տղա չեք։ Փոխանակ մատակարարին ծծցնեն, որ անորակ հացա տալի, ջուրա տալի, մտնում կլանավորին դատապարտյալ են ծեծում, ասում պիտի ուտես։ Ու ես քանից հետո հլամ ասում են Բաքվում մեր բոզի տղեկին խոշտան գմեն։ Արցախի ղեկավարության ինչպիսի հոգատարություն։ Բա չասես, այ ագարկեք դուք ձեր Հայաստանի բերթերի վիճակը բախի չեք տենը։ Ռաֆայել Երիցյան կնիգդ հղիանա 9 ամիս քեվ, ուրախություն, երջանկություն, տանես բժիշկների դուրը, ասեն թունավոր հղիությունա, տարապեք, տանջվեք, ելտեց ուրախություն, ասեն տղայա, էխուանեն, տենան տղայա, ուրախություն լնի, երջանկություն լնի, են որ տանեն, վերջապես պտղաջրեր հոսեն, ոտեր բացվեն, էտա փորացավ բռնի, տնես ավտոն, տանես հասցնես ծննդատուն, սաղ բարեհաջող անցնի, ծնվի, պրծնի, դրան դեմը ընկերներով, ընտանիքով, բամբաներ կա, Մոցարտ, Կարաբալայի ծաղիկներ, ամեն ինչով, սենց բուկետը առնես, սպասես, որ հեսա դոկտորնին դուրսա գալեմ, ասի տղայա, ասի արդեն գիտեն տղայա, էլի, պիտի հլնի ասի աշկալուս են կանի, դոկտորը հլնի տարակուսած, այլայլված, զարմացած, սարսափած, դուրս գա, ասի գիտեք ինչ, ճիշտ է, դուք տղա եք ունեցեք, բայց ձեր տղան սևամորթ է։ Ծնվել է 3 կիլո 800 գրամ, բայց սևա, բեսամփ սևա։ 5 մատի տեղը, այս ամեն մի մատին կա 10 մատ, 10 մատ վերևը, 10 մատ ոտերի վրան, որ չկարնա կոշիկ հագնի։ Վիրահատել հնարավոր չի։ Երեխետ էլ ծնվել է աննկարագրելի մեծ սեռական օրգանով։ Սեռական օրգանը կշռվում է կես կիլո, երեխետ կշռվում է 3 կիլո։ Այդ ես բերեն տան ձեռը տասեն տան վայելի, բոզի տաղա։ Հետանցքն էլ պագլնի, որ մի հատ է դրամատ վիրահատեն, որ հետանցք բացեն, որ կակի։ Մանկարտումն էլ չընդունի։ Ասի տեղ չունեն, գնա։ Կապված հա, իմիջալոտ, մի հատ նորից հետ գամ ազգային ժողով, այսօր սաղ օրը էտ ավ, Արցախը դու հանձնիկ են, քարտեզի կրվեն անավ, քարտեզը սենց, ենինենց, էսինենց, լավ, ես ուզում եմ հասկանամ, այս ազգային ժողովը ումա դրե գժի տեղ, այդ ազգային ժողովի հավաքացուն, ընդիմադիրները Նիկոլականները ընդիմադիրներ, են ասում դու ես Արցախը, արա ջան, Արցախը հանձնեցիք բոլորը, միասին, այդ Ղարաբաղի դրոշն էլ որ դրել եք ձեր դեմ, այդ տրապք են, ընկեր ընդիմադիրներ, հանեք սիկ տիրարեք։ Մտում ինչ, դուք եք հանձնել սաղովըտ, համաձայն չեք Արցախը դնելու հանձնել, մանդատները վար դնեիք, կնայեք ընտրության։ Ամբողջորն այսօր է դեր բոզ, պորլիկ բոզ, մեկը մեկին։ Ուրեմն կապված տրանսպորտի թանկացման հետ, փետրվարի 1-ի, սիրելի քաղաքացիներ, սիրելի երևանցիներ, ձեզ վերստին անգամ հորդորում ենք չգնել այդ միասնական քարտերը, որից ոչ մեկ ոչի բան չի հասկանում։ Նախ ասեմ ինչու չգնել, որովհետև ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների ամենայն հավանականությամբ Երևանի քաղաքապետարան կոչված Պոռնիկի տղա հիմնարկը, քանի որ արդեն գիտի իր գլխի գալիքը, որոշել է փետրվար ամսին չթանկացնել տրանսպորտը, երկարաձգել եւս 1 ամսով, պատասխանելով, որ ներողություն, պատճառաբանելով, որ տեխնիկական թերություններ կան, դեռ մենք պատրաստ չենք, բայց իրականում իրանք շատ լավ պատրաստ են, բայց գիտակցում են, որ դա բերելու է բունտ,
ժողովուրդը չի վճարելու, ճիշտ է անելու, նույն քարոզը անում եմ ես, նույն քարոզն անում է թևավորը, նույն քարոզն անում է կլոունը։ Ինչևից է դրա համար պետք է ասեմ շնորհակալություն բոլորին, բոլոր այն անձանց, ովքեր քարոզում են կապված տրանսպորտի հետ վճարել 100 դրամ եւ վերջ։ Ամենայն հավանականությամբ կրկնում եմ, Երևանի ավականուն նիստի ժամանակ հարցը հետաձգվելու է եւս 1 ամսով, այսինքն մինչեւ մարտի 1։ Ես հայտարարում եմ, դա կլինի փետրվարի 1, թե դա կլինի մարտի 1 եւ այլն, հետո ոնց հասկանում եմ Նիկոլը մտնելու է, ասի սիրուն չի եւ հարցը չեղարկի, որ կարողանա դիվիդենդ շահի մոտակա ընտրությունների ժամանակ։ Սա էլ եմ հասկանում ինչա ուզում անի Նիկոլ Փաշինյան բոզիս տղեն։ Բայց ես հորդորում եմ անկախ ամեն ինչից, սիրելի երևանցիներ, սիրելի հայաստանցիներ, ոչ մի պարագայում չառնել այդ միասնական քարտերը եւ պատրաստ լինել բողոքի ցույցերի։ Ինչ վերաբերվում է դեկլարացիաներին, որը որ պետքա պարտադիր յուրաքանչյուր քաղաքացի լրացնի, տատին 1000 դրամ տվեց, մաման 10000 դրամ տվեց, յոբրը 20000 դրամ տվեց, քածը 25000 եւ այլն, որ պետքա գրանցել այդ եւ այլն, ուրեմն հորդորում եմ չլրացնել ոչ մի դեկլարացիա։ Դեկլարացիա չլրացնող անձը մաքսիմում ենթարկվելու է, այսպես ասած, դրամական տուգանքի 10000 դրամ։ Խերից տուգանեն, որովհետև այդ սայթ բացել, բացել, էս անել, հաշվապահի այդ կոնսուլտացիա ավելի թանկանստելու եւ երբ որ մի ամբողջ ազգ հրաժարվի այս դեկլարացիաներից եւ բոյկոտի նաեւ գույքահարկը, այս իշխանությունը ոչինչ չի կարողանալու անել։ 2 միլիոն մարդ չեն վեկալու տանեն դադեն։ Այսինքն մեր ժողովրդին անհրաժեշտ է այդ բոյկոտողներին եւ առասարակ բոլորը կենտրոնի բնակիչներ կլինեն նամանավանդ, հա, այդ աղբի հետ կապված մեր հայրենակիցները նորից Երևան քաղաք սիրելիներս, դուք ձեզանից պահանջվում է բոյկոտել, չվճարել մինչև մոտակա ազգային ժողովի ընտրությունները։